կրկես իզուր տեղափոխնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում է, առաջի հայացքը ողջերս։ Ծառան իրատիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի առավոտ, սելի բարեկամներ, օրը թող բարի լինի բոլորիս համար եւ այո, բարի կլինի, եթե մենք հավաքվում ենք առավոտյան Աստծո խոսքի շուրջ եւ վերլուծում ենք, խորում ենք դրա շուրջ եւ նվիրում ենք ինքներս մեզ այդ խոսքին եւ այն ցանվում է պարարտ հողի մեջ, որը պտուղ է տալիս եւ ինչ որ անում է, հաջողվում է նրան։ Փառք Տիրոջը։ Եվ այսօրվա մեր հյուրն է Մեսելի Արտավազ Թադևոսյան եղբայրը, նա Վերնատուն եկեղեցու հովիվն է, ինձ համար մեծ պատիվ է, որ այստեղ ես եղբայրս, շատ շնորհակալ եմ ընդունեցիր հրավերս, եկար, գիտեմ շատ զբաղված ես։ Ես եմ շնորհակալ Աբրահամ աղբեր ջան, ինձ համար էլ օրհնությունն է, պատիվ է ծառայել Աստծո սուրբերին եւ բոլորին, ովքեր կլսեն եւ իմ կողքին։ Փառք Տիրոջը։ Մի անգամից անցնենք թեմային, նախաբան, այսպես, եթե կարելի է, միջև երգը, այսօրվա վերնագիրը առատաձեռնությունն է, որքան հասկացա ըստ Աստծո խոսքի ինչ է դա։ Առհասարակ Աստծո խոսքը շատ է խոսում առատաձեռնության մասին եւ մեր Աստվածն էլ ինքը առատաձեռն Աստված է։ Փոքր այսօր կզրուցենք, խոսենք առատաձեռնության մասին եւ նյութական կողմանը եւ մարդկային հատկությունների կողմանը։ Ես հիշում եմ, որ այսպեսի խոսք կա, որ Գործք առաքելոցի մեջ, եթե չեմ սխալվում, Պողոսն ասում, ինչպես Հիսուս ասեց, տալը լավ է, քան առնելը։ Ամեն։ Ինչն է լավ, սա էլ մեզ համար հասկանալի է դառնալու։ Եվ մի հարցել եւ անցնենք երկի բաժնին։ Ոչ թե որ դա ինչ որ մեխանիկաբար գործողությունա, որ պետք անենք կամ ստիպված ենք լինելու առատաձեռն, այլ վստահ եմ, որ համաձայն կլինես, բնույթ է, դա տեսակ է մարդու, որը դու շատ լավ ասացիր, Աստված առատաձեռն է, իսկ նա, որ Աստծո բնույթ ունի իր մեջ, բնականաբար նայել, սա կարող ենք ասել, որ ցուցիչներից մեկն է, որ մենք որպես պատկանելիություն, որպես Աստծո որդի ցուցիչներից մեկն է լինել առատաձեռն։ Շատ խորոտեղից վերցրեցիր Աբրահամ, որտեղ չէ, թեմայի հարցով չէ, առհասարակ մարդկության, ինչու որովհետև մարդիկ կարող են տեսանելիորեն առատաձեռն լինել, բարեգործություններ անելով, տարբեր խոսքերով եւ այլն, բայց մեր Աստծո դեպքում հետարքիրը մարդիկ միշտ տեսնում են արտաքինը, բայց Աստված տեսնում է ներսը։ Շատ ճիշտ, շատ դիպուկ պատասխան, շատ լավ, ուրեմն մի երգից հետո մենք նորից կմիանանք, իսկ հիմա այս երգը կատարում է Վերնատան եկեղեցու փառաբանության խումբը, մեր Արտավազ եղբայրն է կազմակերպել այս ձայնագրությունը եւ առհասարակ այս նաեւ կլիպը, եկեք ըմբոշխրենք, արդեն քանի անգամներ հնչել է մեր եթերով, այսօր էլ թող հնչի, որովհետեւ հրաշալի երգ է սա։
շնորհքը փառքի, որ լցվում է իմ հոգու մեջ, սիրտս սպասում եմ քեզ, Տեր, դու սուրբ ես, Տեր, դու սուրբ ես, բարձրացնում եմ քեզ, մեծարում անունը քո, Տեր, դու սուրբ ես, Տեր, դու սուրբ ես, բարձրացնում եմ քեզ, մեծարում անունը քո. Բարերն ասորեն, որ խոսեն, քո մեծ սիրո մասին պատմեն, քո սերն ու բարությունը, առա ողորմությունը, ուզում եմ քեզ փառաբանել, ասել որքան սիրում եմ քեզ, քանզի արժանի ես դու ամեն փառքի, արժանի ես դու ամեն փառքի, օ Տեր ինչու սիրեցիր ինձ, ինչու այդչափ գտացիր ինձ, ինչու պիտի տարապեիր մեռնեիր Գողգոթայի խաչի վրա, գոհում եմ Սպարքն ու պատիվը քեզ, իսկ հաշերի հարավոր սուրբ և անդար, հանդով նվաճող, հաղթական և ընսող, բժշկող ազատագրող, վահան ու պատվար, բարձր աշտարակ և հարազատ իմ ընկեր, ամենազոր ամեն ուրեք վերահասարքամ, ալֆա օմեգա Տեր ամեն ինչի սուրբ է. Ալելույա։ Ամեն։ Մի քանի օր առաջ Վերնատան եկեղեցին էի հրավիրված, այնտեղ այսպես կարճ մի քանի ժամով կոնֆերանս էր, եւ այս խումբը ծառայում էր մեզ, իրոք տարբերություն չնկատեցի նկարահանումի երգը, թե իրականում լսելու, որովհետեւ նույն այսպես հոգով ծառայում են եւ իրոք շատ հրաշալի հոգի կար Փառք Տիրոջը ամեն փառք Աստծո Արտավազ դեղբայր շնորհակալ եմ կրկին անգամ եւ միջև սկսելը ես տեսնում եմ կողքդ մանկական աստվածաշունչա դրած եւ իմ մոտ հիշողությունները արտնացան 90-ականների ցույց տանք այո ճիշտ նույն նկարով նույն գույնի եւ իր բովանդակությունները նույնը ավելի մաքրա գրված ինչպես ասացիր դուք եք դա տպագրել այո Նատան եկեղեցին այո
մենք ենք տպագրել իհարկե հեղինակային իրավունք ունենալով իրենցից Կտաս մի խնդրեմ սա նվերը Աբրահամ Ախպերյան շնորհակալ եմ իրականում Տերորի քոթորնիկների համար իհարկե նկարազարդ ինչպես որ եւ շատերը գիտես եղել է որ ինձ միշտ երբեմն զանգել ասել են այդ աստվածաշնչից ենք ուզում կա ես չեմ իմացել որ բավականին երկար տարիներ չի տպվել այս աստվածաշնչից փաստորեն դուք առաջինն եք դադարից հետո եկեղեցին եւ իրոք շատ մեծ գործ եք արել ես նաեւ ասեմ որ կարող եք ձեռք բերել այս գիրքը Բերնատան եկեղեցուց մանավանդ որ նոր տարի է գալիս եւ ձեր երեխաներին մտածում եք ինչ պետք է նվիրեք հա ձեր թորնիկներին երեխաներին ամենալավ նվերը կարելի ասել երբևիցե որ դուք կարող եք նվիրել սա է մանկական աստվածաշունչ ես հիշում եմ որ հիմա շատ երիտասարդներ որ արդեն անգամ հովիվներ են դարձել իրանք պատմում են որ իրանց մանկության ընթացքում այսպիսի գիրք են ձեռք բերել եւ սա մեծ տպավորություն է թողել իրանց վրա եւ ապաշխարության կարծես առիթ է այնպես որ կարող եք ձեռք բերել Արտավազդ Թադևոսյան կարող եք իրան նաեւ ինտերնետով Facebook-ի մեջ գտնել Վերնատուն եկեղեցին էլ ունի չէ Facebook-յան մեջ Այո Վերնատուն Church այդպես է կոչվում բայց ասեմ ավելին Աբրահամ Ախպերյան սիրելիներ սրտումս դրվեց Աբրահամ եղբորս նվիրել մանկական աստվածաշունչ իր թորնիկների համար բայց միևնույն ժամանակ կիսվել ձեզ հետ Քանի որ այսօր թեման էլ այսպեսի թեմա եմ ընտրել առատաձեռնություն, նաև ուզում կոչ անել, որ առատաձեռն լինենք տարբեր հարցերում, լավ բաների հարցերում եւ օրհնության պատճառն ենք։ Հիսուս Քրիստոսի ծնունդն ենք շուտով նշելու։ Ուզում հորդորել ձեզ, որ եթե իրականում կարիք ունեք եւ գիտեմ, որ շատերս կարիք ունենք, օրհնության պատճառ լինենք։ Մենք շատերին անվճար նվիրում ենք եւ իմ մեծ նպատակն է որ հազարավոր տասնյակ հազարներ երեխաների նվիրել այս մանկական աստվածաշունչը անվճար եթե Աստված գիտենք որ Աստված շատ հարուստ է եւ առատաձեռն Աստված է եւ գիտեմ որ Աստված օրհնել է մինչեւ այս պահը օրհնել է եւ Աստծո օրհնությամբ այդ նպատակը կա եւ եթե կան մարդիկ ովքեր որ իսկապես կուզենան Հիսուսի ծննդյան արդիվ առաջին նվերը հենց Տեր Հիսուսին անել սա լավ առիթ է որ կարող ես դու ունենալ ներդրում եւ միևնույն ժամանակ նաեւ շատ երեխաներին ուրախացնել օգնել մեզ տպագրելու այս մանկական աստվածաշունչը եւս մի քանի օրինակ կամ մի քանի հազար օրինակ եւ մի քանի հազար երեխաներին ուրախացնել շատ լավ իսկ Ես որ ասեցի ձեռք բերել, իհարկե պետք է գնվի սա, բայց ոչ թե որպես եկամուտ, այլ դու ասեցին ինչքան որ մեզ վրա Այո, ինքնարժեքը ավելի այո, ինքնարժեքը, բայց այսօր Եթե ավելին տերս ավտոմատ ավելի կոչ եմ անում, որ ներդրում ունենանք եւ նոր խմբականակ տպագրենք Ես անկեղծ ասած շատ նախանձավոր եմ այս ծրագրի համար եւ իրոք շատ կարեւոր է երեխաներին, երբ որ Աստծո խոսք է տալիս իրենց մանկական տարիքից եւ սերմավում այդ սերմը նա անպայման պատուղա տալիս ամեն այնպես որ շատ լավ գործ է կան մարտահրավեր Տերը ձեզ շատ օրհնի անցնենք թեմային հա անցնենք իսկ մինչև անցնելը կխնդրեի որ անպայման կիսվեն այս եթերը իրենց ընկերների հետ սա էլ է ծառայություն այո Շնորհակալ եմ ես էլ Աբրահամ Եղբայրյան հրավերի համար Տերը քեզ օրհնի եւ թող Աստված օրհնի այս եթերը որ տարիներ շարունակ քանի տարի արդեն 10 տարուց ավել Հեշտ չէ 10 տարի շարունակ ամեն օր սա մեծ տիտանական հսկայական աշխատանք է եւ շատ անգամներ մենք կարող է չգնահատենք ըստ արժանվույն եւ փորձենք այսպես ավելի հեշտ տեսնենք բայց իրականում սա դժվար աշխատանք է հատկապես երբ որ ես շատ խորը տեղյակ չեմ բայց որոշակի որ տեսանելի կողման է որքան որ հնարավոր է տեսնել սա մի մեծ կազմակերպություն չէ TV կամ ռադիո չէ որ այլ մեկ անձնավորություն որի նախաձեռնությունն է իր ցանկությունը եւ անում է այս ամբողջ ընթացքը եւ դժվարությունները հաղթարելով
միջոցներ գտնելով, բայց գնալով առաջ փառք Աստծուն, Աստված թող քեզ Հաճելի է։ օրհնի։ Կարևորը որ հաճելի է։ Եթե հաճելի չներ, այս երկար տարի հաստատ չէր անի։ Իրականում մեծ աշխատանք է եւ վստահ եմ, որ հազարավոր մարդիկ տարիներ շարունակ օրհնվել եւ օրհնվում են այսօր էլ։ Թող Աստված առատապես բարձրացնի քեզ եւ օրհնի եւ մեծ հաջողություններ նաեւ այս ասպարեզում։ Ամեն։ Սիրներ, ուրախ եմ գտնվելու այս տաղավարում եւ նաեւ բաժնեկցելու Աստծո խոսքով եւ երկը իրականում լավն էր Աբրահամ եղբայրս, որ այս երկը կիսվեց։ Ես միայն օրհնել եմ եւ մեր փառաբանության խումբը Արսեն եղբոր, Հովիկ եղբոր աջակցությամբ, գլխավորությամբ արել են ամենը, բայց իհարկե շատ լավն է ստացվել, Աստված թող օրհնի մեր փառաբանության խմբին։ Սպասենք նոր տեսահոլովակների։ Ո՞վ հետաձգեք, շուտ արեք։ Փառքաս։ Դեր մանավանդ որ մասնագետն է խոսում, Աբրահամ եղբայրս է խոսում, արդեն շատ լավ է, փառքաս։ Առատաձեռնության մասին սիրներ առաջին համար որ կուզենամ ընթերցել Առակաց գրքի 11-րդ գլխից է 11-24-25 խոսքերը այսպես է ասում մարդ կա որ իր ստացվածքը ցրելով կամ բաժանելով իրենից դուրս հանելով ավելացնում է այսինքն երբ որ մարդը իրենից հեռացնում է ցրում է տալիս է ուրիշին կամ օգտագործում է ճիշտ նպատակների համար ցրում է Աստվածաշունչը այսպես է ասում ավելացնում է Ինչպես կարող է մարդը իրենից հեռացնի իր ստացվածքն ու ունեցվածքը, բայց ավելանա։ Փաստորեն հնարավոր է Աստծո մոտ։ Եվ կա որ շատ է խնայում ու աղքատություն է հասնում։ Միայն Աստված կարող է այսպես խոսել, միայն Աստված կարող է խոսքը ասել եւ խոսքի ետևում կանգնել։ Եվ միայն Աստված կարող է խոսքը ասել ու հետամուտ լինել, որ այդ խոսքը անպայման կատարվի մարդի կյանքի մեջ։ Եվ միտքը հենց սա է, որ մարդը երբ որ կարողանում է իր ունեցվածքը ճիշտ ձևով օգտագործել, օգտակար լինել Աստծո գործի համար, մարդկանց համար, մարդկության համար, ճիշտ նպատակների համար, Աստված հետամուտ է լինում, անձամբ Աստված է հետամուտ լինում, որ այդ մարդու ստացվածքը շատանա օրհնվի այդ մարդը բայց նա որ քծիբություն է անում խնայողություն է անում ժլատություն է անում մտածելով որ պահպանի մեկը երկուս դարձնի կամ պահպանի որպեսի կարողանա չգիտեմ նեղության օրը խնդիրներ չունենա այդ մարդը նեղություն է քաշելու մենք չենք խոսում իմաստության մասին մարդը իմաստուն է իհարկե իր ունեցվածքը դնում է գործի մեջ մեկը երկուս է դարձնում նա աշխատացնում է դա ինչպես Տեր Հիսուսն է քաջալերեց տաղանների մնացների օրինակով այլ խոսքը վերաբերվում է այն որ երբ որ կարիքը կա երբ որ տեսնում ես որ բարիք կարող ես անել երբ որ տեսնում ես որ Աստված ուզում է որ դու ներդրում ունենաս բայց դու քծիբություն ես անում խնայողություն ես անում պահում ես այդ մարդը օրհնություն չի ունեն Աստծո խոսքը եւ շարունակում է Աստվածաշունչը ասելով առատաձեռն մարդը կբարգավաճի եւ ոռոգողը ինքն էլ կոռոգվի առատաձեռն մարդը կբարգավաճի Աստված մարդ չէ որ սուտ խոսի նա ասեց եւ նա կանի նա խոսեց եւ իր խոսքը կհաստատի սիրներ եւ Աստված ասել է որ առատաձեռն մարդը բարգավաճելու է եւ ես համարձակվում եմ Աստծո խոսքը մեջ բերելով ասել եթե մենք ուզում ենք բարգավաճել եթե ես ուզում եմ բարգավաճել ճանապարհը խնդրեմ առատաձեռնությունն է եւ Աստված սուտ չի խոսում եւ եթե ես Աստծո խոսքը կատարեմ Աստված էլ հավատարիմ է որ իր խոսքը կատարի իմ կյանքի մեջ եւ Առատաձեռնությունը խոսենք մի քանի ուղղություններով, բայց իհարկե առաջնայինը ֆինանսի, ոմանք կարող են ասել, որ ինչու է քարոզիչը հովիվը խոսում ֆինանսի մասին, ինչու են ընդհանրապես եկեղեցիներում խոսում ֆինանսի մասին։ Այս հարթակը սիրելիներ Աբրահամ եղբորս հարթակը այնպիսի մի հարթակ է, որ ինքը առնչվում է տարբեր թեմաներին, եւ հոգեվոր, եւ նյութական տարբեր հարցերով եւ տարբեր թեմաներով։ Դրա համար նաեւ համարձակվում եմ մի փոքր առնչվել այս թեմային եւ խոսել ֆինանսի մասին իրականում ինչու ենք մենք խոսում ֆինանսի մասին որովհետեւ Աստվածաշունչն է խոսում ֆինանսի մասին եւ տեղեկացնեմ որ ամենաառաջին իր քանակությամբ, մեծությամբ, շատությամբ գրվածքներով առաջին տեղում Աստվածաշնչում հենց ֆինանս թեման է։ Եվ ինքը բավականին շատ է խոսում Աստվածաշունչը։
ոսկու, արծաթի, նյութականի, գումարի, ունեցվածքի տեսքով։ Տեր Հիսուս Քրիստոսը շատ առակներ խոսեց, բայց նյութական օրինակ տվավ, այսինքն հոգևոր արժեքների մասին էր խոսում, բայց նյութական օրինակներով էր նա կարողանում հոգևոր արժեք եւ հոգևոր պատգամը փոխանցելու։ Ինչու, որովհետեւ անգամ Տեր Հիսուս Քրիստոսը համեմատություն արեց, որ Աստծուն եւ մամոնային, այսինքն չեք կարող ծառայել Աստծուն եւ միևնույն ժամանակ ծառայել փողին։ Ոչ թե սատանային ասեց նա, այլ փողին ասեց, որովհետեւ փողը շատ ժամանակ դառնում է մարդու աստվածը։ Մարդու տերն ու տիրակալը եւ որին մարդը կարողանում է իր ամբողջ կյանքում ծառայել։ Եվ դրա համար Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մենք նյութականի մեջ, գումարի մեջ, ունեցվածքի մեջ ճիշտ վարվենք։ Եվ ճիշտ վարվելու առաջնային քայլերից մեկը հենց առատաձեռնությունն է։ Իհարկե առատ եւ ձեռք բառերից է այս բառակապակցությունը բաղկացած, բայց միայն ձեռքի մասին չէ խոսքը, այլ սրտի մասին։ Այսինքն առատությունը չի կարող միայն ձեռքը լինել, ինչպես որ մենք սկզբից խոսեցինք, որտեղ մարդը կարող է խաբուսիկ լինել, շատ բարիքներ անել, այսինքն ձեռքը կարողանա ինչ-որ բաներ անի, բայց սիրտը ուղիղ չլինի։ Իսկ Աստված սովորեցնում է, որ մարդը լինի առատ, առաջինը սրտում, այսինքն կամեցող լինի, բարի լինի։ Եթե մարդը իրականում չունի, ենթադրենք 100,000 դրամ ինքը չունի, բայց ասում է երանի թե ես 100,000 դրամ ունենայի եւ կարողանայի, եւ կարողանայի օգնել։ Օրինակի համար, երանի թե ես ունենայի 100,000 դրամ եւ կարողանայի մի քանի տասնյակ այս Աստվածաշունչը օգնել, որպեսզի տպագրեն եւ մի քանի երեխաներին կարողանային նվիրեն, ովքեր որ կարիք ունեն այս Աստվածաշունչին, մարդը կարող է կամեցողություն ունենա։ Եվ Աստված ես վստահ եմ, որ այդ մարդուն անպայման, չգիտեմ ասեմ փորձել թե չէ, բայց անպայման Աստված կտա իրեն։ Տեսնելու արդյոք իր սրտում ինչ որ ինքը խորհում էր, մտածում էր, կիրականացնի թե ոչ։ Ես թույլ կտաս մեկ sense միջամտելու մի քիչ այդպես հիվանդություն ունեմ միջամտ։ Չէ, շատ լավ այդ։ Նայ դու խոսում ես խոսացիր տալու եւ բարգավաճելու այդ, որովհետեւ շատ դեպքերում բարգավաճման մասին մենք շատ սխալ կարծիքներ ա մեր մեջ ձևավորվում, ասենք տալու տեսակը, այն տեսակը, որը տվողը երկու այսպես տարբեր իմաստներ կարող ամենա։ Առաջինը շուկայական հարաբերություն ստեղծելու, երկրորդը սիրով, այսինքն ինքը էլի գիտի, որ Աստված անուշադիր չի դրան, բայց ինքը անում է ինքնաբուխ, ինքնամոռաց։ Այ սրան տարբերության մասին չգիտեմ, պատրաստել ես խոսած թե չէ, բայց այ կուզեմ մի փոքր հասկանանք սա, ինչա այն տալը, որը ինքնամոռաց եւ սիրո հողի վրա է անում դա։ Աբրահամ եղբայրս, շատ կարևոր հարցի դու անդրադարձար։ Ես բարգավաճման ավետարան այդ գաղափարախոսություն, այդ վարդապետություն ինձ համար խորթ է, առաջինը դա ասեմ, որտեվ դա ուղղակի ես չեմ տեսնում, որ աստվածաշնչյան հիմքեր ունի։ Բարգավաճում, երբ որ այստեղ ասում է դա առատության մասին է, դա օրհնության մասին է, Աստծո կողմից տալու մասին է, բայց ոչ թե որ պարտադիր մարդը պետք է հարուստ լինի, պարտադիր մարդը պետք է առողջ լինի, պարտադիր մարդը պետք է հաջողվի ամեն հարցերի մեջ։ Ես ընդունում եմ, որ Աստված պետք է օրհնի, եւ Աստված կարող է թույլ տալ օրհնություններ մեր կյանքի մեջ եւ երբեմն նաեւ դժվարություններ, եւ այդ դժվարությունները երբեք անեցք չեն։ Դրանք էլ օրհնություններ են, որովհետեւ դժվարությունները մարդու կյանքում կարող են լինել ու պետք է լինեն։ Չի կարող դժվարություններ չլինել մարդու կյանքի մեջ եւ դրանք կարող են նաեւ հոգեվոր պատգամներ բերել եւ հոգեվոր ուղումներ բերել մեր կյանքի մեջ։ Բայց երբ որ խոսում ենք այստեղ բարգավաճման մասին, նրա մասին է, որ Աստված գնահատում է քո առատաձեռնությունը, քո սրտի դրսևորումը, քո բարի գործերը, ոչ միայն խոսքով, այլ նաև գործնականը եւ դրան փոխադարձ կերպով հատուցում է եւ օրհնում է։ Շատ ճիշտ է, մենք առևտուրի մեջ չպետք է մտնենք Աստծո հետ, բայց միևնույն ժամանակ պետք է հավատանք, որ դրված կանոն կա։ Եվ այդ կանոնը գործելու է իմ կյանքի մեջ, այսինքն Աստված ասել է տուր եւ կտրվի, ես ոչ թե տալիս եմ, որ ինձ տրվի, բայց միևնույն ժամանակ պետք է հավատամ, որ քանի որ տվել եմ, դրա համար կտրվի նաեւ ինձ, որտեղ ես հավատացել եմ։ Կարող ենք ասել, որ դա մի ձևով ներդրում է։ Մենք մարդիկս կյանքում ներդրումներ ենք անում ինչ-որ բաների վրա, հա, բայց սա ինչ-որ մի ասպարեզ է, որի մեջ ներդրում ես անում, իմանալով, որ դա հենց այնպես չի վատնվում, կարելի ասել գումարը։ Շատ ճիշտ է, այո, ու առհասարակ
Մեր կյանքը սիրելիներ մենք կարող ենք մեկ անգամ մեկ առիթով այսպիսի երիտասարդներ խնդրեցին մի տեսալովակ նկարենք, շատ կարճ տեսալովակ նկարեցին եւ մտքումս հենց սա եկավ, որ մենք մեր կյանքը կարող ենք փչացնել տարբեր, չգիտեմ, տարբեր կերպերով, մարդիկ իրենց կյանքը փչացնում են խաղալով, նարկոտիկով, խմիչքով, անիմաստ տեղը գումարներ ծախսելով, կարելի է այդպես ասել։ Այո, գումարները անիմաստ վատնելով, մեր կյանքը մենք կարող ենք վատնել, օրինակ ամբողջ կյանքում հետամուտ լինենք, որ աշխատենք, էսել ունենանք ու անցավ կյանքը։ Իսկ մեր կյանքը մենք կարող ենք ներդնել։ Շատ ճիշտ ես ասում։ Եվ ներդնել Աստծո համար, Աստծո գործի համար, ինչը որ Տեր Հիսուս արեց։ Ես մի համար հիշեցի, ժողովողի մեջ, ճիշտ ասած չեմ հիշում որ գլուխն է, բայց բառացի կարող եմ ասել։ Մի արեգակի տակ տեսա մի լավ բան, որ Աստված մարդուն հարստություն է տալիս եւ նաեւ իշխանություն է տալիս օգտվելու այդ հարստությունից։ Ինչ գեղեցիկ նախադասություն է, չէ՞։ Որտեւ շատ հարուստներ չեն կարող վայելեն։ Որտեւ երբեմն ավելին են ուզում, ագահությունը կա, չգիտեմ, վախը կա, որ կարող են կորցնել անդադ, ավելին ու կյանքը անցնում է։ Բայց այն մարդը, որ կարողանում է Աստծմով իմաստուն լինել, մինչև անգամ ունեցվածք ունենալը կամ ունեցվածքի մեջ, այդ մարդը կարողանում է վայելել։ Ճիշտ տեղը ներդնես գումարը։ Ամեն։ Չի կորում ինքը մի ձևով։ Իրականում թեմայից որ մի փոքր էսպես կշեղվենք, այնպես որ տարբեր ճանապարհներով կգնանք եւ կգանք էսպես։ Բայց մեկ բան էլ հիշեցի, որքան հետաքրքիր է, որ Տեր Հիսուս Քրիստոսը մոտեցավ թզենն ու ծառին, պտուղ չգտավ այնտեղ։ Թզենին կար, ծառը կար, բայց այնտեղ պտուղ չկար եւ Տեր Հիսուս Քրիստոսը Սուրբիկը տարբեր թարգմանություններով տարբեր ավետարանում ասում է անիծեց եւ ասեց այսուհետեւ այլևս պտուղ չտաս։ Նայեք որքան հետաքրքիր է սիրելիներ։ Շատ անգամներ մենք մտածում ենք, որ մենք մարդ ենք եւ անընդհատ Աստված մեզ պետքա տա, օրհնի, բայց շատ հետաքրքիր է Աստված Տեր Հիսուս Քրիստոսը մոտեցավ այդ թզենուն ինքն էր ուզում ինչ-որ մի բան ու ոչինչ չգտավ նրա մեջ։ Ինչ է ստացվում։ Այս թզենին զբաղեցնում էր հողը, այս թզենին վերցնում էր արևի շողերն ու ջերմությունը, անձրևի ջուրը, այս թզենին վերցնում էր ամեն բարիքը, որը նպաստելու էր պտուղ տալուն պտղաբերությանը, բայց նա պտուղ չէր տալիս։ Շատ լավ է։ Եվ այդ պտուղ չտալու պատճառով նա չորացավ։ Եվ Աստված ինքը նպաստեց, որ չորանա։ Սիրելիներ, լավ, Աստված կյանք է տվել ինձ։ Լավ, եկեք այսպես էլի ավելի պարզ այսպես խոսենք։ Աստված կյանք է տվել ինձ։ Տվել է այսքան առողջություն, տվել է հագուստ, տվել է բնակարան, տվել է մեքենա, տվել է, չգիտեմ, աշխատանք, աշխատավարձ, ինչ որ բաներ Աստված տվել է ինձ, օրհնել է ինձ, սերունդ է տվել։ Ի վերջո, ես ինքս ունեմ երեխաներ, Աբրահամ եղբայրս ունի օրհնյալ երեխաներ, թոռնիկներ, Աստված պարգևել է, տվել է։ Մինչև այսօր ապրում եմ, տարիներ է տվել ինձ, ու լիքը բաներ է Աստված ինձ տվել եւ օրհնել է։ Ես ինչ որ բան չվերադարձնեմ նրան, երբ որ նա ուզում է։ Ինչ որ իմ նյութականով, ինչ որ բան չնպաստեմ նրա գործի համար, երբ որ նա ուզում է, լավ, թողնենք անգամ վարձատրության այս գաղափարը, որ Աստված կվարձատրի, կօրհնի, կբարգավաճեմ, չգիտեմ, օրհնություն կունենամ, Աստված, եթե դու անում ես 100 պատիկը քեզ կօրհնի, դա թողնենք կողքի, այս երախտիքի, Աստծու տվածից, Աստծուն ինչ որ ձևով երախտիկ հայտնելու, շնորհակալություն հայտնելու չունենամ, ես դա արդյոք քո տվածից են քեզ տալիս։ Ամեն, Դավիթը ասեց։ Եվ իրականում, երբ որ մարդը հասկանում է, որ ինչ որ ունի այն Աստծուց է, իր մեջ արդեն առաջանում է այդ ցանկությունը, ես ինչ կարամ անեմ քո համար Աստված։ Դու այսքան ինձ օրհնել ես, այսքան ինձ տվել ես, ես քանի դեռ ապրում եմ, քանի շունչ կա այս մարմնի մեջ, քանի դեռ ես կամ ես երկրի վրա, Տեր, ինչ ես ուզում, որ ես անեմ։ Սա է, որ կարողանում է Աստծո առաջ ուղիղ սիրտ լինել եւ այդ մարդը բնականաբար չի կարող առատաձեռն չլինել։ Աստծո համար, Աստծո գործի համար, մարդկության համար, կարիքից ելնելով տարբեր իրավիճակների մեջ այդ մարդը անպայման օրհնության պատճառ լինելու է։ Ամեն։ Սուրգիկը շարունակում է Հռոմեացիս 10:12-13 խոսքեր ասում է. Հրյայի եւ հույնի միջև խտրություն չկա, որովհետեւ բոլորի Տերը նույնն է, առատաձեռն բոլորի հանդեպ, Աստված առատաձեռն է բոլորի հանդեպ, ովքեր կանչում են իրեն, քանի որ ով Տիրոջը անունը կանչի, կփրկվի։
Չկա այդպիսի մարդ, որ կանչի Տիրոջ անունը եւ Աստված չփրկի իրեն։ Չկա այդպիսի մարդ, որ անգամ ամենածանր մեղք գործած մարդը, ցածր իրավիճակում հայտնված մարդը, ամենը որ բոլորից մերժված է, բոլորից լքված է, բոլորից անտեսված է, այդ մարդն էլ եթե Տիրոջ անունը կանչի, նա փրկվելու է։ Այդպես է ասում Աստվածաշունչը, ինչու, որովհետև Աստված առատաձեռն Աստված է, նա որ կանչում է Աստծուն, Աստված անպայման այդ մարդուն արձագանքելու է, փրկելու է, օրհնելու է, ներելու է նրա մեղքերը, բարձրացնելու է այդ մարդուն։ Ինչ որ մեկ օր, որ մենք նրան արդեն համարում ենք, այդ մարդուն համարում ենք արդեն վերջացած մարդ, մեկ էլ պատահական կարող է հանդիպենք բարձրունքում, հանդիպենք ունեցվածքի մեջ, հանդիպենք օրհնված, առողջացած, հանդիպենք համբավ ունեցող, արդեն լավ համբավ ունեցող մեկը, հանդիպենք մեկին, որ սրբված է, մաքրված է, ինչու, որովհետև նա կանչեց Աստծուն եւ Աստված օրհնեց։ Այսպիսին է մեր Աստվածը։ Եվ եթե մենք ուզում ենք նմանվել մեր Աստծուն, ուրեմն այս հարցում մենք պետք է նմանվենք նաեւ առատաձեռն լինենք։ Ի վերջո, ամենաճանաչված Աստվածաշնչյան համարը ասում է, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ միածին որդուն տվեց, որպես ով նրան հավատա, չփրկվի։ Դրանց ավելի առատաձեռնություն ինչ կարող է լինել։ Չի կարող։ Տվեց իր միածինը, իր մեկ հատիկը, ամենաթանկը։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը գալով իր կյանքը տվեց, նա ուներ կյանք, եւ իր կյանքը տվեց մեղավոր մարդու համար, ոչ թե սուրբի համար, ոչ թե արդարի համար, ոչ թե հարուստի համար, մեղավոր մարդու համար։ Մի առակ հիշեցի, եթե թույլ տաս, արտավազդ եղբայր, բայց շատ կարճ եմ ասելու։ Այդ առակը խոսում է ստանալու եւ տալու մասին։ Շատ է։ Ինքը տվեց ինձ, ես էլ քեզ պիտի տայի։ Բայց քանի որ ես չտվեցի քեզ, ինքն էլ բարկացավ ին վրա։ Հիշում ես այդ առակը։ Այո։ Այսինքն այդ տերը, որ այդքան մեծ գումար էր, կարելի ասել նվիրել, չէ՞, նույն իմաստ ունի։ Ինքը փոքրիկ բանը չկարողացավ նվիրել իր պարտապանին, եւ Տերը նեղացավ, գիտես ինչի համար, ոչ թե ոչ չտվեց, այլ մոռացավ իր արածը։ Այսինքն չտալը, չլինել առատաձեռն նշանակում է մոռանալ Աստծո ողորմությունը, նաեւ այդ իմաստով։ Այո։ Շատ տեղին է, շատ ճիշտ է։ Եթե մենք գնահատում ենք այն, որ Աստված մեզ արել է, մենք չենք կարող չլինել աստվածային, չլինել Աստծո նման միշտերի նկատմամբ։ Ամեն։ Մեկ-երկու համար ուզում եմ կարդալ, անցնենք նաև առաջ, մի քանի կետեր ունեմ այսպես ընդգծելու։ Սաղմոս 145-ի 14-16 խոսքերը Տերը հաստատ է պահում ցած ընկնողներին եւ կանգնեցնում է բոլոր կրացածներին։ Բոլորի աչքերը քեզ են սպասում եւ դու նրանց կերակուրը տալիս ես իրենց ժամանակին։ Դու բացում ես քո ձեռքը եւ հաճությամբ կշտացնում ես ամեն կենդանու։ Աստված բոլորին եւ բուսական աշխարհի եւ կենդանական աշխարհը եւ մարդկությանը բոլորի կարիքները առատությամբ հոգում է։ Այսպիսին է իմ Աստվածը, մեր Աստվածը։ Այսպիսին է ինքը եւ ինչու եմ հենց սկզբից այս համարները ընտրել, որպեսզի մենք առաջինը տեսնենք մեր Աստծուն ինքը ով է եւ ինչպիսին է։ Ամեն, ամեն։ Եվ ձգտենք նրան նմանվենք այս հարցով էլ։ Կան անարժան մարդիկ, լիքը, շատ։ Կան անշնորհակալ մարդիկ, այո, եւ երբեմն մենք էլ կարող անշնորհակալ լինենք, չգիտեմ, տարբեր պատճառներ, բայց մարդու տեսակ է, մարդու մեջ կա դա, հին մարդու մեջ կա դա։ Իհարկե Աստված հեռու պահի, որ միշտ կարողանանք մենք շնորհակալ լինենք եւ Աստծուն եւ մարդկանց, ովքեր որ մեր կողքին են եղել, ովքեր գնահատել են, միշտ կարողանանք հիշել եւ օրհնել այն մարդկանց, ովքեր որ ձեռք են մեկնել տարբեր ժամանակներում։ Բայց մարդու էությունն է այդպեսին։ Այո, կան մարդիկ, որոնք քո բարիքը կարան չարիքի վերածեն։ Իհարկե կարող են։ Ապերախտ։ Այո, շատ տեղին խոսք է, ապերախտ։ Կարող են լինել։ Ու այսպիսի մարդիկ եւ այսպիսի հատկություններն են, որ երբեմն նպաստում են, որ բարի մարդը, կամեցող մարդը, առատաձեռն մարդը իրեն արդեն հետ պահի առատաձեռնությունից։ Բայց ուզում եմ քաջալերել մեկ անգամ եւս հորդորել քեզ եւ ինձ եւ բոլորիս Աստծո խոսքով, Աստված տեսնում է, Աստված գիտի, Աստված ինքը տվել է, Աստված ինքը օրհնել է ինձ, ուրեմն շարունակեմ, ոչ թե նրա համար, որ մարդկանց ուղակի բարիք անեմ, այլ նրա համար, որովհետեւ Աստծուն եմ ես նմանվում։ Ես ուզում եմ Աստծուն նմանվել։ Եվ Աստված ինքը, այո, ինքը ինձ ներեց եւ մաքրեց եւ սրբեց, բայց ես նորից ընկա։
Նորից ներեց ու մաքրեց ու բարձրացրեց, բայց ես նորից ընկա, այո, նորից էլի մեղ գործեցի, նորից էլի ինչ որ բան, 3 անգամ ուրացա Տեր Հիսուսին, բայց նա ներեց եւ նորից էլի ինձ վստահեց։ Ուրեմն նույնը ես կարամ լինեմ բոլորի նկատմամբ, անգամ չհիասթափվեմ, երբ որ մարդիկ չեն գնահատում, երբ որ ըստ արժանվույն շնորհակալություն չեն հայտնում եւ այլն։ Եթե ես դրանցից նեղվում եմ, նեղանում եմ, այսպես հետ եմ քաշում, ուրեմն ես անում եմ իմ փառքի համար, իմ անունի համար եւ մարդկանց համար։ Բայց եթե ես անում եմ Աստծո խոսքը կատարելու եւ Աստծո հատկությունն է իմ մեջ դրա համար եմ ես կարողանում բարի լինել եւ առատաձեռ լինել, ուրեմն ես կշարունակեմ նույն կերպով, ինչու որտեւ Աստված էլ է այդպես շարունակում։ Քաղցր պտուղը բոլորի համար է քաղցր։ Այո։ Այսպեսի խոսք Հռոմեացիների գրքի մեջ 10:11 ասում է, որովհետև գիրքը ասում է, Աստվածաշունչը խոսում է 5 կտակարան եւ նաեւ նոր կտակարան մեջ մերում է։ Ամեն ոք, որ նրան հավատա, չի ամաչելու։ Սիրելիներ, մենք առատաձեռն լինենք եւ բարի լինենք Աստծուն հավատալով, Աստծուն վստահելով, Աստծուն հավատարիմ լինելով, ու երբեք չենք ամաչի, երբեք գլխիկոր չենք լինի, երբեք չի լինի մի իրավիճակ, որ մենք փոշմանենք, ասենք, ինչու ես Աստծո խոսքը կատարեցի, բարի եղա, առատաձեռն եղա, օրհնեցի կամ առհասարակ Աստծո տանը տվեցի իմ տասանորդ, իմ հանգանակություն իմ եւ հանկարծ մեկ օր ես մնամ գլխիկոր կամ ամոթով կամ փոշմանեմ, ասեմ, ինչու ես ամեն արեցի։ Եթե ես տալիս եմ Աստծուն, կատարելով նրա խոսքը, ուրեմն երբեք չի լինի այնպիսի մի իրավիճակ, որ Աստված թույլ տա ինձ, որ ես կանգնեմ ծանր իրավիճակում եւ ասեմ, Աստված ինձ թողեց։ Աստված միշտ հավատարիմ է եւ իր խոսքի հետևում կանգնած է։ Եթե ես սրտանց անում եմ, ուրեմն Աստված երբեք չի թողի ինձ, այլ շարունակաբար կորտնի։ Այդ տողերը, որ կարդացի, շատ տպավորվեցի, որ ասում Աստված առատաձեռն է եւ տալիս է բոլորին, ովքեր խնդրում են նրան, կանչում են նրա անունը, չէ՞, հետո շարունակության մեջ, այսինքն Աստծո անունը կանչել դա խորի իմաստ ունի, այն իմաստով, որ երբ որ դու բախվում ես նրա առատաձեռնության, քո առատաձեռնությունը խոսում է իր մասին, նաեւ այս իմաստ ունի իր մեջ։ Այսինքն դու դրանով դավանում ես, թե Աստված ինչ արել եւ դու ինչ տեսակն ես, ում տեսակն ես, ում ես նմանվում, այդ իմաստով նույն իմաստ ունի, որ կանչեցիր նրա անունը, այսինքն նույն իմաստով որ դավանեցիր նրա անունը, ովքեր ում որ անում ես դա եւ ասում ես, որովհետեւ Տեր ինձ արել է։ Սա էլ վկայություն, չէ՞։ Շատ ճիշտ է։ Ու ես քեզ եմ անում։ Դա Ես ու իրականում Աբրահամ այնքան լավ հատկություն դու ասեցիր, որտեղ շատերը բաներ անում են եւ իրանց այնց են անում, որ դու սենց պարտքի զգացում ունես, էլի։ Իրանց վրա են վերել։ Այո, հետո տերեկած ժամանակ իրենք հիշեցնում են դրա մասին։ Դավտարի մեջ գրել են, չէ։ Չէ, իրանք լավ հիշում են, գրելու կարող է գրել, բայց իրանք լավ հիշում են, որտեղ շարժարիթը ճիշտ չի եղել, իրանք հենց արել են, որ արվեն, տվել են, որ տրվի իրենց։ Բայց Հովսեփը երբ որ եղբայրները վախենում էին, որ հանկարծ վրեժ կլուծի, ասեց Աստված է ինձ ուղարկել ձեզանից առաջ, որ ես պատրաստություն տեսնեմ, բայց մենք գիտենք, որ եղբայրներն էին ուզում սպանել, եղբայրները վաճառեցին, եղբայրները իրեն ծեծեցին, եղբայրները անարգեցին եւ ծաղրեցին, բայց հետաքրքիր է, որ Հովսեփը ընդունում էր, որ եղբայրներ անգամ ոչ թե ես վրեժ չեմ լուծի, հա դուք շատ վատն եք, բայց ես ձեզ ներել եմ, չէ, անգամ այդ զգացողություն իրենց վրայից վերցրեց, որ դուք մի դատապարտեք ձեզ։ Շատ ճիշտ է, շատ ինչ ուղիղ հոգի, ճիշտ։ Իրականում Տեր Հիսուս Քրիստոսն էլ էր այդպես։ Պետրոսը երբ որ իհարկե միշտ ես առաջ անցա արդեն, բայց Պետրոսը երբ որ Տեր Հիսուսին ուրացել էր, հետաքրքիր է որ նույն քանակությամբ Պետրոսը 3 անգամ ուրացավ Հիսուսին նույն քանակությամբ 3 անգամ հարցեց՝ սիրում ես ինձ։ Ցույց տալով որ Պետրոս մոռացի քո ուրացումը, դու 3 անգամ ասեցիր որ ես սիրում եմ քեզ, 3 անգամ դավանեցիր իմ անունը, 3 անգամ ասեցիր որ ես հավատարիմ եմ քեզ, ես սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ 3 անգամ վստահության խոսքեր ասեցի, ուրեմն արածեցրու իմ գառներին ոչխարներին, Աստված չի ուզում, որ
երախտապարտության, գիտեք, այսպես պարտականության զգացումով ինքնադատապարտական այո, եթե անգամ պարտականության զգացում մենք ունենք իրեն ծառայելու միայն սիրո պարտականություն միանշանակ շատ ճիշտ է իսկապես սիրում եմ իրան իսկապես այդ սիրուց ելնելով դա մեր Աստծո տեսակն է եւ դա դավանանք է մի ձևով դավանել նշանակում է նաեւ արտահայտել որ իր սիրուց եմ անում սա դա նաեւ վկայություն է մեծ օրինակ դեպքեր են եղել մարդիկ ինձ օրհնել են ֆինանսապես Աբրահամ աղբեր ես վատ եմ զգալ որ նա այսպես ասլեմ եղբայր սա Աստված է տալիս խոնար է եթե Աստված է տալիս չի ուղղակի միջոցով է տալիս եւ արդեն էլ ոչինչ չեմ կարողացել ասել ինչու որովհետեւ եթե իսկապես Աստված է տալիս եւ Աստված հենց այդպես է այսինքն երբ որ դու մի բան անում ես բայց չես ասում դե ինձանից կտրեցի դրա համար արեցի ճիշտ է մի քիչ նեղություն տվեց ինձի արեցի տեսար ինչ արեցի չէ դու ասում ես ես կապ չունեմ ինքն այ կապ ունեմ այնքանով որ իմ միջոցով սա սիրուն է շատ սիրուն է դու այսպես կարծես միջոց ես լինում բայց այդ մարդուն բերում ես դեպի Աստծո մոտ սա սա է այո դավանում ես դու Աստծոն որ Աստված ինքը դրեց իմ սրտի մեջ թե չէ այնքան մարդիկ կան որ կարիք ունեն բայց Աստված դրեց իմ սրտի մեջ որ կարողանամ օգտակար լինեմ այսինչ մարդուն կամ այնինչ իրավիճակում եւ հենց սա է որ դու կարողանում ես խոստովանես եւ ասես որ այո իմ Աստվածը ես իրեն եմ նմանվում իր անունն ես կրկին բարձրաձայնում եւ կրկին հրճակում սիրներ իրականում Աստված առատաձեռն է նա օրհնությունների առատություն ունի եւ ես այսպես եմ իմ Աստծուն ճանաչում Աստված այնքան առատ է եւ այնքան շատ է ուզում օրհնել մարդուն, իրեն կանչող մարդուն, իրեն հավատացող մարդուն, ուղիղ քայլող մարդուն, իր առջև իր ճանապարհներով գնացող մարդուն եւ առասարակ բոլորին, բայց Աստծո օրհնությունները գալիս են նրանց, ովքեր որ կանչում են Աստծուն եւ ուղիղ քայլում են Աստծո առջև եւ հավատում են Աստծուն։ Աստված իսկապես առատ ուզում է օրհնել, բայց միևնույն ժամանակ մենք շատ անգամներ տեսնում ենք որ չկա այդ օրհնությունը մեր կյանքերի մեջ կամ չեմ ինչ որ բաներ պակասում է եւ այլն գաղտնիքներից մեկը հենց սա է որ մարդը կարողանա հավատալ Աստծուն վստահել Աստծուն եւ առատաձեռն լինի իր հավատքի եւ վստահության մեջ եւ ինքը կարողանա իր անգամ չքավորության մեջ էլ ինչպես որ Պողոս Առաքյալն է ասում մակեդոնացիները իրենց չքավորության մեջ առատաձեռն եղան այսինքն օրհնեցին Պողոսին օրհնեցին Տիրոջ եկեղեցուն օրհնեցին Տիրոջ գործը եւ Աստված պատրաստ է այդ չքավորությունը օրհնության վերածելու եւ օրհնելու ինչու որովհետեւ ոչ թե առատաձեռնություն ունեցվածքի մասին է կամ ունենալու կամ հարուստ լինելու մասին է առատաձեռնությունը սրտի վիճակ է որ իմ եղած իրավիճակում ես կարող եմ այն դրսևորել։ Շատ լավ բան հիշեցիր Պողոսը որ ասում է իրենց աղքատության մեջ։ Գիտես, երբ որ մանավանդ գնահատելի է Տիրոջ համար, երբ որ գրպանը շատ չկա, երբ որ վաղվա համար Տեր Հիսուսը այն որբևարի կնոջը գովեց։ Շատ լավ օրինակ է, որտեվ իր վերջինը տվեց։ Կարծես մարդկային տեսանկյունից քիչ է բայց Հիսուս տրամաբանություն չկա, այսինքն ֆիզիկական իմաստով, աշխարհիկ իմաստով տրամաբանություն չկա, բայց հոգեվոր իմաստով շատ մեծ արժեք ունի դա Տիրոջ համար։ Ամեն։ Վաու։ Ծերներ մի փոքր ուզում խոսել նյութականի մասին, հետո ոչ նյութականի մասին։ Առատաձեռնությունը բնականաբար առաջին հերթին մենք հասկանում ենք նյութականի մասին եւ որոշակի մենք խոսեցինք իրականում ես հավատում եմ այսպես ասեմ իմ հավատքը մի փոքր խոսեմ հավատքիս մասին ես հավատում եմ 10-րդի համար ես հավատում եմ 10-րդի գաղափարի մասին ես հավատում եմ կան մարդիկ որոնք չեն հավատում ես այդ մարդկանց գնահատում եմ իմ եղբայրն ու քույրն եմ համարում եթե կլինեն այդպիսի մարդիկ բայց ես հավատում եմ եւ ես հավատալով ես ինքս անում եմ ես ինքս քարոզում եմ ես ինքս խոսում ինչու որովհետեւ Սուրբ Գրքում տեսնում եմ Աստծո գաղափարի մեջ ես տեսնում եմ սա ոմանք ասում են որ 5 կտակարանյան է դա եւ այլն թեկուզ եւ 5 կտակարանյան բայց ես իմ Աստծո մեջ եմ ես դա տեսնում իմ Աստծո կողմից պատվերն եմ ես դա տեսնում թե ինձ համար որպես նաեւ հովիվ եւ ուսուցիչ եւ քարոզիչ ես համոզված եմ նաեւ նոր կտակարանից որ 10-րդը ճշմարիտ է եւ ընդունելի է Աստծո համար 10-րդը այն է որ մարդը իր ստացվածքի իր նյութական իր եկամուտի 10-րդ մասը նա
պարտավորվում է Աստծո առաջ վերադարձնել Աստծուն եկեղեցու միջոցով, տաճարի միջոցով։ Սուրբ այդպես է պատվիրում, որ բոլոր տասանորդը գանձատունը տարեք, որ իմ տանս մեջ պաշար լինի։ Այսինքն խոսքը վերաբերվում է մարդու հավատարմության, Աստծո նվիրվածության, Աստծո նկատմամբ նվիրվածության եւ իհարկե նաեւ որ իմ տունը պաշար լինի։ Ինչու պաշար լինի իմ տանս մեջ, որտեղ իմ տանս մեջ շատ ծրագրեր ունեմ, շատ ծախսեր ունեմ, շատ գործեր ունեմ եւ ես ուզում եմ, որ մարդը հավատարիմ լինի եւ ինքը կարողանա այդ ամենը կատարել իմ խոսքի անմը։ Սա առաջնայինը, որ մարդը հավատարիմ լինի եւ կարողանա տասանորդի մեջ հավատարիմ լինելով գանձատունը պաշար, Աստծոտունը գանձատուն տանելով Աստծոտունը պաշար լինի, բայց երկրորդ հատվածը սա է։ Եվ փորձիր ինձ Աստված ասում է, արդյոք չեմ օրհնի այնքան շատ, որ դու անգամ տեղ չունենաս պահելու եւ պահպանելու եւ ընդունելու այն բոլոր օրհնությունները։ Սա Աստված է ասում։ Եվ եթե ես հավատարիմ եմ Աստծուն, Աստված չի կարող անհավատարիմ լինել։ Երբեք, որտեղ Աստված միշտ հավատարիմ է։ Շատերը ասում են, որ սա 5 կտակարանյան է, ասում ենք շատ լավ։ Եկեք նայենք նոր կտակարանը ինչպիսին է։ Եկեք նայենք։ Նոր կտակարանում Սուրբ Գիրքը սովորեցնում են, որ մեզ առաջին դարում, որ մարդիկ իրենց ունեցվածքը կամ իրենց բնակարանները վաճառում էին եւ բերում էին եկեղեցի, բերում էին Աստծո առաքյալների ոտքի մոտ եւ այդպիսով կարողանում էին ծառայել, գործել եւ շատ կարիքավորների օգնել։ Սա էլ նոր կտակարանն է։ Եվ Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ ոչ թե 10-անորդը, այլ շատ ավելին էին անում նոր կտակարանյան քրիստոնյաները, բայց եթե ավելի գրքից խոսենք Տեր Հիսուս Քրիստոսը Մատթեոս 23:23-ում հստակ խոսեց, որ ողորմությունն ու արդարությունը պետք է անեք եւ 10-անորդը եւ նաեւ մյուս բաները միևնույն ժամանակ անեք եւ չթողնեք, այսինքն նա էլ անեք, սա էլ անեք։ Եբրայեցիների թղթում տեսնում ենք, որ հեղինակը Մելքիսեդեկի մասին է խոսում, որ 10-անորդ Աբրահամը նրան տվեց, այսինքն մի քանի անգամներ մենք տեսնում ենք 10-անորդ բառը նոր կտակարանում 10 տեղեր նշվում է, իհարկե կրկնվող պատմություններում եւ մեկ պատմության մեջ մի քանի անգամ 10 տեղ նշված է 10-անորդ բառը նոր կտակարանում եւ երկու դեպքերում, այսպես Մատթեոս ավետարաններում եւ նաեւ Եբրայեցիներ հստակ խոսում է որպես դրական եւ բարի գործողություն, որ մարդը կարող է անել։ Եվ չկա դրա կողքին ոչ մի արգելք, որ մի արեք սա։ Բայց կա հստակ Հիսուս Քրիստոսի խոսքը. նա պետք է չթողնեք, սա էլ պետք է անեք։ Եվ միևնույն ժամանակ Մելքիսեդեկի դրական օրինակը, որ Աբրահամը արեց եւ չկա մերժողական եւ հերքող որևէ խոսք, այսինքն մարդիկ ինչպես են վերցնում, որ 10-անորդը դա 5 կտակարանյան է, ոչ թե նոր կտակարանյան, երբ որ Սուրբ Գրքում հստակ արգելք չկա եւ կա նաեւ դրական օրինակ։ Շատ ճիշտ է, բայց մի տարբերությամբ, որ հին ուխտի մեջ դա օրենք էր, այսինքն պարտավորվածություն կար։ Մարդիկ գուցե եւ շատ ուրախ չէին, բայց անում էին, որովհետեւ օրենք էր։ Նորի մեջ ինքը սիրո հողի վրա է կարծես, եւ կարծես չէ, վստահ սիրո հողի վրա, չի ինքը շարունակվում է, բայց սիրո հողի վրա ինչ կասես սրա մասին։ Յուրաքանչյուր բան, որը սիրով չի արվում, չի կարող ընդունելի լինել Աստծո կողմից։ Միանշանակ։ Անկամ օրենքը։ Անկամ օրենքը, ճիշտ։ Որովհետեւ սիրիր քո Տեր Աստծուն հենց առաջին բաժնում է դրած, կարելի ասել, որից շարունակվում արդեն մնացած։ Մենք շատ օրենքներ ունենք Աբրահամի օրենքներ են, օրինակի համար սուտ խոսելը կամ սուտ մի խոսի, դա էլ օրենք է։ Եվ մենք այդ օրենքը կատարում ենք եւ պահում ենք։ Մի գողանար, մենք այդ օրենքը պահում ենք, դա օրենք է։ Դա կանոն է Աստծո կողմանը եւ ինքը հստակ դրված է, որ եթե գողանաս, գողերը չեն մտնի երկնքի արքայություն, սատախոսները չեն մտնի երկնքի արքայություն։ Այսինքն մենք դա կատարում ենք, որտեղ Աստծո խոսքն ենք մենք պահում եւ նաեւ դրան կա վարձատրություն, եթե մենք հետևում ենք այդ կանոններին։ Լավ, ենթադրենք, ես սուտ չեմ խոսում, բայց ամեն առիթի դեպքում երանի եմ տալի, որ դա մեղք չլիներ։ Օրինակի համար Արադը երանի էլի սուտը մեղք չլիներ, ես սուտ խոսայի, իմ վիճակը ավելի լավ կլիներ։ Ինչ են կարծում, դա մեղք կհամարվի Աստծո կողմից թե ոչ։ Իհարկե կհամարվի։ Այսինքն կարող է ես սուտ չխոսեմ, բայց իմ սրտում փափագ ունենամ, որ սուտ խոսեմ։ Անցյալում ես ծխել եմ, սիգարետ եմ ծխել փոքր հասակում եւ իրականում սիրում էի ծխելը եւ այդ ժամանակ, որ ասում էի երանի թե ծխելը մեղք չլիներ, էլի երանի թե որտեվ սիրում էի, կարծես մարմնից հաճելի է։ Եկավ ժամանակը, որ ես սկսեցի զզվել սիգարետից ու Աստված ինձ օգնեց։ Ու ես հասկացա, որ Աստված
շատ հետաքրքիր է խոսում սիրելիներ թեմայից շեղվելով, բայց սա ուզում եմ ասել, Աստված շատ խիստ է խոսում եւ շատ կոնկրետ է խոսում, ոչ թե մեղ գործողներն են Աստծո թշնամիները, ոչ թե պիղծերն են Աստծո թշնամիները, չգիտեմ, շատ կարող ենք թվարկել ոչ թե նրանք, այլ աշխարհը սիրողներն են Աստծո թշնամիները։ Երբ որ դու սկսում ես սիրել մի բան, որ սիրելու ենթակա չէ, այսինքն քո սերը, որ ուղղված պետք է լինի Աստծուն եւ նրա խոսքը եւ սրբությունը, դու այդ սերը, այդ մաքուր եւ ջինջ զգացումը, մաքուր եւ ջինջ հատկությունը ուղղում ես մեղքին, պղծությանը, սա թշնամությունը արդեն Աստծո դեմ։ Կարող են մեղավոր մարդիկ լինեն, բայց թշնամի չլինեն Աստծուն, բայց նրանք ովքեր որ սիրում են այդ մեղքը, սիրում են այդ պղծությունը, սիրում են այդ չարությունը, իրենք Սուրբ Գիրքը ասում է, որ իրենք իրենց թշնամի են անում Աստծուն։ Սիրելիներ, ինչ էլ որ մենք կանենք, տասանորդ, ողորմություն, հանգանակություն, մարդկանց բարիք գործել, Աստծո կանոնները կատարել, Աստծուն ծառայել, եթե չլինի սիրուց, այդ ամենը իզուր է։ Ես գիտեմ օրինակ Աստծուն ոչ թե չսիրող, այլ անտարբեր մարդ, որ իր աշխարհիկ կյանքով ապրում, բայց տասանորդ է տալիս օրինակի համար։ Կներես մի քիչ սուր անկյուն ասա։ Իմ համար դա անհասկանալի է։ Դա ոչ մի ձևով չի կարող Փրկության հետ կապ չունի։ Այո։ Բայց Աստված իրան կորտնի դրա համար։ Գուցեև։ Սուրբիկն է ասում։ Սուրբիկն է ասում։ Դուր եւ կտրվի քեզ։ Սուրբիկը հստակ կանոն ունի, բայց չի նշանակում, որ քանի որ դու տվել ես, ես դրա համար կփրկեմ քեզ, կներեմ քո մեղքերը։ Ոչ, հստակ կանոն կա։ Եթե կանոն կա, խոստովանի եւ մեղքերը, քո մեղքերը եւ կներեմ քեզ, կանոնը սա է։ Չի նշանակում, որ ես գումար պետք է տամ Աստծուն, եկեղեցուն, կամ էլ չգիտեմ, Աստվածաշունչ տպագրեմ, երեխաներին բաժանեմ, իմ մեղքերը ներեմ։ Եկեղեցի կառուցես։ Եկեղեցի կառուցեմ։ Փրկության, մեղքերի ներման կանոնը զղջալն ու խոստովանելն է։ Ես հավատում եմ, ինչ որ արվում է սիրով անելու հողի վրա, եւ դա ընդունելի է Տիրոջը։ Ամեն։ Եվ տասանորդն է ներառյալ։ Ճիշտ ես ասում, Աբրահամ ջան, բայց քանի որ ես տարիների ընթացքում շատ խեղաթուրված եւ շատ տարբեր կարծիքներ լսել եմ եւ մարդիկ փորձել են արդարացնել բաներ, որոնք զուտ իրենք են այդպես մտածել, սա էլ պարզապես հարկ եմ համարում նշելու, նայ, այսպես է սիրելիներ, շատ անգամներ մենք ընդունում եմ, որ այո սիրո հողի վրա, բայց արվի, բայց անեմ, որտեվ շատերը կարող է ասեն, որ սիրո հողի վրա Սիրում եմ, բայց չեմ անում։ Հա, չի կարող այս բան լինի։ Այսինքն եթե դա կարևոր է Աստծո համար։ Եթե սիրում ենք, ուրեմն մենք այդ տեսակն ենք եւ առավել նոր կտակարանի մեջ 10-ից առավել է մարդիկ իրանց ունեցվածքն էին բերում, այսինքն մենք ստեղ նկատում ենք, որ ինչքան զորավոր է այդ շարժը, տալու հարցը լուծվում է սիրո ոնց կարաս դու քո կնոջը սիրելուց ու ինչ որ բան խնայես նրանից կամ հակառակը ճիշտ չի այդ նույն իմաստով դու քեզ ես լավագույն տարբերակը միշտ ինչպես դու ես ասում Աբրահամ ջան սիրուց է եւ եթե սիրուց չի անգամ կարող է շատ անել բայց սիրո գործերը չունենաս սիրո վերաբերմունքը սիրո զգացումները չունենաս մի ընթացք հետո անգամ այդ քո արածն էլ իր աչքին չի երևա Կոմենտացից 13-րդ գլուխ այո իսկ կա դեպքեր որ մենք ասում ենք այո սիրում ենք բայց սիրո գործեր չենք ունենում սա է ուրիշ տարբերակ ես համաձայն եմ եղբայրս մենք բան չարեցինք այս հարցի շուրջ հա չենք հակասում Տասանորդը ես ընդունում եմ ինձ համար, որ դա ինձ համար Աստծո կանոնն է եւ ես դա անում եմ եւ կատարում եմ բայց դա մի բան չէ, որը որ վերահսկվում է, դա մի բան չէ, որը պարտադիր քարոզվում է կամ պարտադիր պետք է արվի, դա մեկ բան է, որը Սուրբ Գիրքը խոսում է դրա մասին եւ ես ինքս տեսնում եմ, որ որպես Աստծո մարդ Ես իմ անձը պարտավորեցնում եմ դա անելու, որովհետև ոչ թե նրա համար, որ պարտավոր եմ պետք է անեմ, չէ, այլ նրա համար, որովհետև ճիշտը սա է եւ ճիշտ կանոնը սա է։ Եվ Աստված իր էությունն է այդպեսին եւ դա Աստված հող է պատրաստում նաեւ, որ կարողանամ ինչու է Աստված ֆինանսի մասին այսքան շատ խոսում, որովհետև ֆինանսը շատ մեծ դեր ունի մարդու սրտի եւ մարդու կյանքի համար։ Աստված ուզում է, որ մենք ազատ լինենք։ Եվ եթե մենք համարում ենք, որ Աստված է ինձ տվել եւ այդ տվածից ինչ որ մի մաս ես վերադարձնում Աստծուն եկեղեցու միջոցով կամ Աստծո գործի միջոցով,
դա նշանակում է, որ ես բարձ ընդունում եմ, որ դու ես ինձ տվել Աստված։ Հետո դա նշաններից մեկն է, որ դու կախվածություն չունես ֆինանսից։ Դու կարողանում ես ծառա դարձնել ֆինանսը, այլ ոչ թե թույլ ես տալի, որ ֆինանսը քեզ ծառա դարձնի։ Դա ցուցիչներից մեկն է։ Դու կարողանում ես ճիշտ կոնտրոլ անել, վերահսկել ֆինանսը։ Դու կարողանում ես ճիշտ, օրինակ Բիլի Գրեմն է ասել, ինձ մոտ նշել եմ, ասա ինձ ինչպես ես ծախսում քո փողերը եւ ես կասեմ որտեղ է քո սիրտը։ Շատ լավ։ Սիրներ Շատ լավ օրինակ է։ Պողոս Առաքյալը եւ առհասարակ Սուրբ Գրքում մենք տեսնում ենք առաքյալները եկեղեցիներին պատվիրում էին առատաձեռն լինել, սիրով անել, հանգանակել Տիրոջ գործի համար, Տիրոջ եկեղեցու համար, ծախսերի համար, ամեն կողմանը, բայց միշտ կարողանում էին շեշտել, որ այս ամենը անելով թույլ ենք տալի, որ Աստված օրհնի մեզ։ Այս ամենը անելով Աստված կարողանում է օրհնել եւ վարձատրել։ Այս ամենը Տիրոջ համար կարևոր առաջինը, որ մեր սիրտը ուղիղ լինի ֆինանսի նկատմամբ, ճիշտ ձևով օգտագործենք ֆինանսը եւ երկրորդը թույլ տանք, որ Աստված օրհնի մեզ։ Թույլ տանք, որ Աստված ավելին բերի մեր կյանքի մեջ։ Այդպիսին է Սուրբ Գիրքը խոսում եւ մենք չունենք իրավունք Սուրբ Գիրքը այլ կերպով, որտեղ Սուրբ Գիրքը թույլ է տալիս մեզ խոսելու, որ եթե դու ցանում ես, անպայման պետք է հնձես, եթե դու տալիս ես, անպայման քեզ տրվելու է, բայց եթե ես անեմ դա, որ ինձ տրվի անպայման, ուրեմն ինչ որ բան ծուռ ես, ճիշտ չի։ Ճիշտ է, սիրո հողի վրա, կամեցողությունը, ուրախության բանես եւ քո Աստծուն նմանվելով առատաձեռն լինենք մարդկանց բարիք անելով, սիրելիներ, մարդկանց օգնելով, ձեռք մեկնելով, ընկածին բարձրացնելով, օրհնելով մարդկանց, իմանալով, որ մենք աղքատին փող տալով կամ չգիտեմ, ընկածին բարձրացնելով, կարիքավորին աջակցելով, ուղղակի մարդուն լավ, չգիտեմ, մարդիկ կա որ աղքատ չեն, կարիքավոր չեն, բայց դու ուզում ես մարդուն լավ զգացմունք պարգևես, որտեղ ուզում ես մի լավ նվեր տաս իրեն, օրհնես իրեն, կամ շնորհակալություն հայտնես, կամ չգիտեմ, պարզապես առատաձեռն լինենք, օրհնենք մարդկանց, որտեղ Աստված էլ հենց այդպիսին է։ Ասում է, ունեցողին կտրվի, չունեցողին չունեցածն է իրենից կվերցնի։ Չունեցողը ով է, ով որ այն մարդը, որը որ իր եղածի մեջ չի ծառայում, չի անում, չի տալիս, առատաձեռն չի։ Իսկ այն մարդը, որ ունի եւ ինքը ավելին է անում Աստծո համար, Աստված ասում է, նրա ունեցվածքը ես ավելացնելու եմ։ Սիրելիներ, այսպիսին է աստվածային բնությունը, կանոնը եւ կերպը։ Եւ եթե մենք կարողանում ենք նմանվել Աստծուն, ուրեմն այս հարցում էլ մենք կարող ենք նմանվել։ Ժամանակը անցնում է, բայց կուզենամ մի քանի բաներ նշել Աբրահամ եղբայր ջան։ 10 րոպեվա մեջ կարան, չէ՞։ Հա, ես կարող եմ։ Առատաձեռն լինենք նաև խոսքերի մեջ։ Ոչ միայն նյութականի, այլ նաև խոսքերի մեջ։ Այո, մարդիկ կարող են լինել սիրտը լավը լինի, բայց կարիք է կա, որ երբեմն լսեն գեղեցիկ եւ լավ խոսքեր։ Դրա մեջ են, չէ՞, քծիպությունը։ Խի այդքան շատ կողմը։ Որ չպարտան։ Որ չպարտանա, կամ էլ սիրներ Եթե ուզում ես մարդը իսկապես իրեն լավ զգա, եթե չես ուզում կարող ես ոչինչ չասել, բայց եթե ուզում ես դու ուրեմն կարող ես մարդուն գնահատել, որտեղ բոլոր մարդիկ ունեն լավ կողմեր, լավ հատկություններ։ Լավատեսություն է պահանջում։ Այո, եւ գտնել բաներ, որոնցով կարող ես գնահատել այդ մարդուն։ Բայց մենք ինչ ենք վատը տենում։ Ինչ ենք վատը խոսում մարդկանց։ Ինչի լավը չենք սիրում։ Կամեցող չենք երևի շատ անգամներ։ Ասենք օրինակ այդքան վատ բանի մեջ մի հատ լավ բան տեսնենք ու ասենք այս բանը շատ լավ է կոմոդ Տեր օրհնի քեզ դու շատ լավ է կոմոդ ստացվում Իսկ անում ենք ավելի պետք է բայց խնայում ենք բարերը բայց նայեք Հովանու 6:63 այսպես է ասում այն խոսքը որ ես ձեզ ասացի հոգի եւ կյանք է Տեր Հիսուսն է ասում աստվածային խոսքերի մասին է խոսքը խոսքերի մեջ հոգի եւ կյանք կա Եթե առավել եւս դու մարդու կյանքում խոսում ես, մարդու կյանքի համար խոսում ես աստվածային խոսքեր, դու կյանք ես փոխանցում, հոգի կա այդ խոսքի մեջ։ Գեղեցիկ խոսքերը, տեղին ասված խոսքերը, մարդուն օգնող խոսքերը նրանք դեղամիջոց են, օրհնություն են, մարդուն բարձրացնում են։ Մարդու կոտրված սիրտը կարող ես դու ամրապնդել եւ բժշկել քո բարձ, բայց շատ խոր եւ շատ զորավոր խոսքերով, երբ որ մարդկանց դու օրհնում ես։ Երբեմն մենք չարամտորեն կարող ասա անենք։ Մարդկանց բարի խոսքեր ասենք, որ մարդիկ մեր մասին լավ կարծիք ունենան, մեզ փառաբանեն, մեզ շողոքորթ։ Այո, շահադիտական նպատակներով, մանիպուլյացիա անելու նպատակներով, այսինքն ոչ սիրելիներ։ Հիսուսի նման։ Արա նրանց, որ չեն կարող անգամ քեզ վերադարձնել։
Արա առանց ակնկալիքի եւ սպասում, արա որտեվ Աստված է քեզ արել, որտեվ սիրում ես քո Աստծուն եւ սիրուց մղված ես դու այդ ամեն անում։ Եվ խոսքերի մեջ կյանք կա, օրհնություն կա։ Քծիպ չլինենք մեր խոսքերի մեջ, այլ առատաձեռ լինենք, մարդկանց օրհնելու, լավը տեսնելու, գնահատելու։ Մարդիկ կան, որոնք ասում են, ես ուղիղ մարդ եմ, ես ինչ տեսնում, ախպեր, բաներ կա, որ այդ ուղղությունը քեզ պահի։ Շատ ճիշտ է, եւ շատ վտանգավոր է դա։ Շատ դեպքերում կարիք չկա, որ ես ասեմ։ Ինձ չի տրված, բայց ինչ կարող եմ ասել, կարող եմ օրհնության խոսք ասել։ Ուրեմն ասեմ։ Մաքսիմում գոնե լրի։ Այո։ Ոչ մի բան մի ասա։ Հատկապես սուգիկ եթե սովորացնում է, որ հալածողներին օրհնեցեք, ձեզ չարիք անողներին բարիք արեք, այդտեղ Աստված ուղղակի մեր բերանը փակում է այսպես։ Ուրեմն չկա որևէ մեկը, որ մենք կարող ենք ասել, այն բառերը, այն խոսքերը, որ ես իրան ասեցի, ինքը արժանի էր դրան։ Օրհնության խոսքեր։ Եթե անգամ լինի հանդիմանություն կամ լինի խրատական մի բան, որ կարող է մարդուն առաջին այսքիցա պատճառի, միևնույնն է։ Դա թող լինի օրհնություն եւ օրհնության խոսքեր։ Ամեն։ Մի փոքր մենք անդրադարձանք դու Աբրահամ աղբեջան առակը պատմելով անդրադարձալ ներելու մասին, որ թագավորը ներեց ծառային եւ այդ ծառան չներեց մյուս ծառայակցին։ Առատաձեռ լինենք ներելու մեջ։ 7 անգամ 70։ Այո։ Այո, մարդիկ չարիք արել են մեր նկատմամբ, այո, մարդիկ չարախոսել են, այո, վատ բաներ են արել մեր նկատմամբ։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսը խաչի վրա գանված աղաղակեց հայրներիր, ների նրանց, ով որ ինձ խաչել են, ների նրանց, ովքեր որ հրաման են տվել, որ ինձ խաչեն եւ սպանեն, ցերներ առատաձեռն լինենք ներելու մեջ, ինչպես Հովսեփը առատաձեռն էր։ Եվ չսպասենք շատ բաներ, որոնք մարդը ցածրանա, գիտը գետնին կպնի, մի հատ հասկանա, ես ով եմ, հասկանա, ուղղակի ներենք։ Ներենք ոչ միայն այսպես գան ներողություն խնդրի նորներեմ, ներենք մեր լավ վերաբերմունքով, որովհետև ներող տեսակ ենք։ Այո, ես չեմ խոսում իհարկե այն դեպքերում ներելու մասին չէ, կարող ես ներել, բայց ունենալ քո դիրքը, որ երբ որ տեսնում ես մարդը քեզ չարաշահում է, երբ որ մարդը քեզ շահագործում է, իհարկե մենք պետք է մեզ պաշտպանենք, իմաստուն լինենք։ Չարիք չանենք այդ մարդուն, բայց միևնույն ժամանակ մեզ պաշտպան, բայց եթե անգամ պարզապես տեսնում ես որ մարդը ուղղակի անկարող է, քո բարությունը ցույց տուր։ Եվ միգուցե հենց քո սերն ու բարությունը կարա իրեն բժշկի եւ փոխի։ Մի բան էլ ասեմ ու ավարտեմ, մի բան, որի մեջ էլ ես սովորում եմ, առատաձեռն լինենք ժպիտի մեջ։ Մեր հայ ազգը շատ ժպտերես ենք, շատ ժպտերես ենք։ Ուրախ սիրտը դեղի պես օգտակար է Սուրբ Գիրքը ասում է, իսկ կոտրված հոգին չորացնում է ոսկորները։ Ուրախությամբ թույլ տանք, որ Աստված մեզ ուրախացնի, ճիշտ է, կարող է մենք ժպտանք մարդկանց, ուրախանանք, այսպես ժպիտ ցույց տանք մարդկանց, կարող մտածեն ասեն ինչ է եղել այս մարդուն, հազար ներողություն ոչ եթերային բառապաշարին, բայց երբեմն ասում ենք կտցրած այս մարդը, Ինչ անում ենք ժպտում, ժպիտով կարողանանք, այսպեսի մի բան եմ հիշում, հին ասացվածք ասում է, եթե ուզում ես, որ քո դիմացի քրիստոնյան իր խաչը թեթևությամբ տանի, ուրեմն քո խաչը դու ուրախությամբ տար, ժպիտով տար։ Երբ որ դու կարողանում ես քո դժվարությունների մեջ ուրախանալ, գոհանալ Աստծուց եւ ժպտալը գալիս է այդ գոհունակ սրտից, որ դու եւ առատաձեռն ես, դու ժպտում ես, այո։ Հույս կա։ Մարդիկ դա տեսնում են եւ ժպիտի մեջ իրականում կա օրհնություն եւ կյանք եւ այսօր այնքան ցավ կա մեր երկրի մեջ, մեր ժողովրդի մեջ, այնքան տխրություն եւ այնքան հոգսեր կան, բայց մեր առատաձեռնությամբ, նյութական առատաձեռնությամբ, մարդկանց օգնելու, ձեռք մեկնելու, Աստծուն հավատարիմ լինելու առատաձեռնությամբ, մեր ժպիտով, մեր խոսքերով, մեր բարի գործերով, ներելով մարդկանց այս երկրի մեջ մենք կարող ենք մեր չափով, մեր մասով բերել բժշկություն, օրհնություն եւ կյանք։ Ձեր համար գանձեր մի դիզեք երկրի վրա Տեր Հիսուս ասում է, որտեղ ցեցն ու ժանգը ապականում են, եւ որտեղ գողերը սողոսկում են ու գողանում, այլ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, որտեղ ոչ ցեցը, ոչ ժանգը չեն ապականում, ոչ էլ գողերն են սողոսկում ու գողանում, որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Սա Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն են։ Գանձեր դիզենք Աստծո չափանիշներով, Աստծո կանոններով սիրներ, եւ մեր Աստծո նման առատաձեռն լինենք։ Մեր
հատկություններով, մեր նյութականով, մեր խոսքերով, մեր ներելով, մեր սիրով, մեր հավատքով առատաձեռն լինենք։ Եվ թող Աստված օրհնի մեզ բոլորիս։ Ամեն։ Եթե թույլ տաս, ես մի կետ էլ ավելացնեմ։ Քո կետերի մեջ դու վերջի կետը վերեցիր ժպիտը, որը իրոք շատ անսպասելի էր, բայց շատ ես հիմա որ մտածում եմ, իրոք շատ կարևոր է։ Գիտես, մարդիկ դեմքից արտահայտություն աշկերը միակ օրգանն է, որ չի խաբում, չես կարող ես ժպտալ, բայց աշկերդ ցույց տան, որ այդքան էլ իրական չի ժպիտը, չես ասած, բայց քո տեսակը, քո աշկերից այդ կրակը, լույսը, ինչպես Հիսուս ասեց, աշկերը մարմնի ճրակ ներքին իրականությունն է ցույց տալիս, եւ այդ ժպիտը ինչքան հուսադրող է մարդուն, մարդիկ, որոնք այսօր դրա դեֆիցիտ ունեն, դա ցույց է տալի, թե ով ես դու եւ ինչ կա քո մեջ, եւ մյուս կետը սա է վերջին կետը, որ ես եմ ուզում հավելացնել, ժամանակը, մենք պիտի սիրենք իրար ժամանակ տալ, լսել, փորձել լսել, շատ կարևոր բան ես ասում, փորձել մարդուն հասկանալ, ժամանակը, երբ որ շռայլ ես այն իմաստով հաղորդակցության մեջ, դա ցույց է տալիս, որ դու դիմացինիդ չես դիրքավորված, դիմացինիդ հանդեպ, չես ասում ես ով է, որ ես իր համար ժամանակ տամ, դու փորձում ես նստել, լսել, հասկանալ, մենք իրար հասկանալու կարիք ունենք, համաձայն ես, արդվaz դեպք, մենք մարդու շատ քիչ է հասկանում, հոգեվիճակը, մենք շուտ այդ միանգամից եզրակացություն ենք կազմում, վերջակետ ենք դնում, աչ ու ձախ ենք անում, որտեղ մեզ խելացի ենք կարծում ավելի, շատ ճիշտ ես, բայց հասկանալու համար կարծում ես, որ ժամանակ է պետք հասկանալ այդ մարդները ճիշտ տեղամիջոցը, ամեն դեպքում միջոցը մարդուն հասկանալու ժամանակ տալն ու լսելն է, կարող է չհասկանաս, ժամանակ էլ տաս լսել, բայց էլի չկարողանաս հասկանալ, որտեղ անհասկանալի է, եւ չընդունես, որտեղ անընդունելի կարող է լինել, բայց ամեն դեպքում այո, առատաձեռն լինենք նաեւ իր ժամանակ տալու, հաղորդակցվելու համար, շփվելու համար, հասկանալու համար, որը որ Տեր Հիսուս Քրիստոսը անում էր։ Ամեն։ Մարդիկ կային գալիս էին իր մոտ, բայց այդպես է չէին ընդունում, բայց ժամեր էր տալիս իրենց։ Հարստան, հանդիպել ես մի հատ սամարացու կնոջ հետ ու չէ ասեք, դες նման դեպք։ Ու մտածում ես ով որ ես իր այդ դստեմ չանած այդեմ մի քիչ կոպի ձևով ասում, բայց նարդոս Հիսուսը ինչպես կան մարդիկ, որոնք Տեր Հիսուսը գիտեր, որ իրենք չեն հավատալու իրեն, բայց ժամ էր տալիս։ Այն սա է, որ առատաձեռնության մասին, որ ես խոսում եմ, առաջին բանը, որ Աստծու նման լինեմ, այ դա Աստծու հատկություններից մեկն է։ Հալելույա։ Ներողություն խնդրում Աբրահամ երբերս, երբ որ ուրախության մասին ենք խոսում, միտքս եկավ Լիլիթը, կինս։ Ուրեմն ինչպեսի անձնավորություն է ինքը։ Ես մի քիչ այսպես ավելի լռակյաց մարդ եմ։ Ինքը այսպես ասող, խոսող, ուրախացող, որտեղ որ մտնի ինքը, այդ չգիտեմ, բոլոր իմանում են, որ ինքը այդտեղ եկավ։ Ստեղծում է։ Այո, մթնոլորտը արդեն թելադրում է, ստեղծում է, որտեղ այդպեսին է ինքը։ Ինքն էլ ցավի միջով անցել է եւ շատ դժվարություններով անցել է, շատ ցավը գիտի ինչ բան է եւ դժվարությունը գիտի ինչ բան է, բայց ինչն է տարկիր, որ թույլ ենք տալիս, որ Աստված բավարար ուժ ու կարողություն տա եւ կոնկրետ հենց իր հետ կապված, որ Աստված կարողանա ուժ ու կարողություն տա եւ դու ոչ թե քո ցավով ուշադրություն գրավես, թեկուզ դա ունես եւ իրավունքն էլ ունես, բայց չէ, կարող ավելի լավ հատկություն, ավելի լավ մթնոլորտ կամ իրավիճակ կարող ես դու ստեղծել, դա ցնծությունն, ուրախությունն է, որտեղ կա բժշկություն։ Իրականում սիրելիներ, մեր այդ ուրախության ժպիտի մեջ, երբ որ մենք առատաձեռն ենք լինում, այն բժշկություն է բերում, այն օրհնություն է բերում։ Հիմա մի հատ տեսություն, այսպես եզրակացություն։ Տվեցիր քո ֆինանսը, տվեցիր քո ժպիտը, տվեցիր, այս շատ կարևոր բառ է։ Ներումը, տվեցիր ներումը, տվեցիր լավ խոսքեր, ժամանակը, լավ խոսքեր, բա քո համար ինչ է մնում, ոչ մի բան, այսինքն դու այլևս
Այդ քո կյանքով չես ապրում, ախպեր։ Վերադառնանք առաջին խոսքին Աբրահամ ախպեր։ Վերադառնանք։ Ամեն առաջին մարդ կա, որ իր ստացվածքը ծրելով ավելացնում է։ Վերջացավ։ Ու Աստված է հետամուտ լինում դրան։ Արդեն ես չեմ հետապնդում դա։ Աստված իր խոսքի տերն է եւ Սա կանոնում։ գիտես ինչա ինքնամոռացություն։ Եվ սա մարդու տեսակը, որ ինչպես Հիսուս իր կյանքը տվեց, տես մենք շատ սիրում ենք խոսալ, թե Հիսուսը իր կյանքը մեր համար տվեց, մեզ սիրեց, մեր համար խաչվեց, վերջը մեր համար, բայց շարունակությունը, բա մենք ինչ պետք անենք։ Լավ, դու ասում ես Հիսուսի նման լինենք, այսինքն ինչ, եթե ոչ տրվելը։ Դու ասում ես Հիսուսի խաչով անցնենք, այսինքն ինչ, եթե դու չխաչվես, չվերջանաս եւ նորը հարություն չառնի, այն որը ինքը դնում է իր այս աշխարհը լավը դարձնելու համար, հենց դու դա ես ասում, ուզում ես լավը դառնես, ես ասում, Տերը գա, այս վատ ու չար աշխարհից մեզի տանի հոգնել ենք արդեն, ես չեմ հավատում այդ արտահայտությանը, Տերը դրա համար չի ինձ տանելու, համաձայն ես։ Տերը մեզ ծնունդ է տվել, որ մենք այս աշխարհը լավը դարձնենք եւ ապացույցը սրա մեջ Հռոմեացի 8-րդ գլխի մեջ ասում է ամբողջ ստեղծագործությունը փափագելով սպասում է Աստծո որդիների հայտնությանը։ Այո։ Կներես ապավետ ինչ է ասում։ Տեր Հիսուսի օրինակը հենց դա է։ Ինքը երկրի վրա լինելով շտապում էր մարդկանց բարիք անելու։ Քանի դեռ ասում ես ժամանակ ունեմ, քանի դեռ ցերեկ է, ես պետքա գործեմ։ Գլուխը դնելու տեղ չուներ։ Ու կարծում եմ մենք էլ այդպեսին պետք է լինենք, ոչ թե ախ ու վախ քաշենք կամ էլ անդադ սպասենք, որ Տերը գալու է, անպայման գալու է։ Բայց քանի դեռ այստեղ են, ուրեմն Տեր Հիսուսին պետքա նմանվեն։ Գործ ունեմ անել այստեղ։ Գործ ունենք անելու։ Շնորհակալ եմ եղբայրս եւ կխնդրեմ քո աղոթքով ավարտենք։ Սիրով։ Հայր գալիս են քո առաջ քո որդի Հիսուսի անունով եւ փառք ենք քեզ տալիս։ Շնորհակալ եմ այս հնարավորության, այս առիթի համար։ Շնորհակալ եմ բոլոր քո եղբայրներիս համար, բոլոր ծանոթ եւ անծանոթ մարդկանց համար, ովքեր Տեր մեզ հետ էին այս ընթացքի եւ ովքեր կլսեն։ Հայր, շնորհակալ եմ Աբրահամ եղբորոս համար։ Օրհնես իրեն Տեր, օրհնես Տեր իմ Աստվածը Կարինե քույրիկիս, օրհնես իր ընտանիքը, երեխաներին, թորներին, իր Տեր իմ Աստված գործունեությունը, թող օրհնված եւ պտղաբեր լինի զորության Աստված, զորացրու եղբորս ավելի օրհնի իր կյանքն ու ընթացքը Տեր, եւ դու փառավորվիր, շարունակիր փառավորվել իր ձայնով, իր երգով, իր ծառայությունով, իր խոսքով, քարոզչությամբ եւ իր տեսակով, Հայր։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ Տեր այս պահին մեզ հետ են եւ խնդրում ենք Բարձրյալ Աստված, մարդիկ կան, որոնք միգուցե հոգսեր են գրել, դու տեսնում ես Տեր Աստվածս, մարդիկ կան, որոնք իրենց հոգսերը կբարձրաձայնեն, միանում ենք իրենց Տեր եւ խնդրում ենք հոգսակից եղիր Տեր, բժշկիր, օգնիր, զորացրու եւ բարձրացրու եւ Հիսուսի զորավոր անունով եմ խնդրում, թող քանդվի ամեն չարի ծրագիրը Տեր նրանց կյանքում, ովքեր որ այս պահին զգում են չարի ազդեցությունը, հարձակումը, թող Հիսուսի անունով քանդվի իրենց կյանքերի մեջ եւ քո օրհնությունը թող տարածվի իրենց մեջ, Հայր։ Շնորհակալ եմ այս առիթի համար, օրհնիր մեր այսօրվա օրը, բոլորիս օրը Տեր, հաջողություն տուր մեզ, գնա մեր առջևից, օրհնի մեր կյանքը եւ Տեր օգնիր մեզ, ինչ որ խոսեցինք, հավատարիմ լինենք այս խոսքերի մեջ եւ այո Աստված, ասում ենք քեզ, տուր մեզ հնարավորություն լինել առատաձեռն, թե քո նկատմամբ, թե մարդկանց նկատմամբ։ Եվ քեզ փառք ենք տալիս ամեն քո տվածի համար Հիսուսի անունով խնդրեցի։ Ամեն։ Ամեն։ Փառք ես Տեր։ Փառտիրոջը հաստատված է կրկին անգամ։ Շնորհակալ եմ օրհնված, հաջողված եւ պտղաբեր եղիր։ Ես եմ շնորհակալ Տերոջ։ Սելի բարեկամներ, այսպեսին էր մեր եթերը եւ մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։